Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազենյանին անձեռնամխելությունից զրկելու ժամեր անց ձերբակալել են։ Ղազենյանը մեղադրվում է նախնական համաձայնությամբ ընտրակաշառք խոստանալու համար։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ դատախազության միջնորդությանը կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել։ Արձագանքելով ԿՀ-ի որոշմանը, փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ հանձնաժողովը պատշաճ կերպով չի քննարկել ներկայացված փաստարկները եւ չի խորացել գործի իրավական հիմքերի մեջ։ Ըստ փաստաբանի, մեղադրանքի հիմքում դրված տեղեկատվությունը ոչ միայն հիմնավորված չէ, այլև իրականությանը չի համապատասխանում։ Օրբելյանը նաեւ մտահոգություն է հայտնել, որ քրեական վարույթը քաղաքականացված է եւ օգտագործվում է որպես գործիք։ Հանձնաժողովը արձանագրեց մի բան, որ ինքը չգիտի ինքը ինչ անում, որովհետեւ ես առաջին այսքան երկար տևողության պատճառներից հիմնականը հետեւյալն էր, նախկին վարույթներից հետո ուղղակի հարցնում ենք, ասում ենք լավ, կասեք քննարկվող հարցերի շրջանակը, որովհետեւ վարույթը սկսվեց նրանով, որ հանձնաժողովից ներկայացվեց, որ մենք հիմա իրավական հարցեր չենք քննարկելու, փաստերի հարցեր չենք քննարկելու, որին շատ հստակ ասենք, լավ, կարող եք պարզաբանել այս վարույթի ժամանակ ինչ եք քննարկում։ Ասես պարզաբանեմ, Սահմանադրական դատարանը ասել է, որ դուք պետք է լսված լինեք, կարողանաք հարցեր տալ, ծանոթված լինեք նյութերը կարդաք։ Ասի հետ հասկացա, այդ վարույթի ընթացքն է, բայց ինչ են քննարկելու որոշման հիմքում իրավական արգումենտներ, քաղաքական արգումենտներ, գործընթացի հետ, չէ, մենք փաստեր չենք քննարկում ու պարզա որ հանձնաժողովը տեղյակ չի ինքը ինչ գործառույթ ունի։ Ինքը գտնում է, որ ինքը ուղղակի պետք է կարդա, եթե տեղ հայերեն տեքստագրած ինչ-որ բանով բավարարի։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից անդրադարձել է Գյումրիում արտահերթ թիմ ընտրությունների անցկացման հարցին ու նշել, որ իշխանությունն արդեն աշխատում է այդ ուղղությամբ եւ մշակում է կոնկրետ սցենարներ, որոնք առաջիկայում կդառնան հրապարակային։ Փաշինյանը շեշտել է, որ Գյումրու զարգացման օրակարգը կառավարության քաղաքական հանձնառությունն է եւ անկախ ընտրությունների ժամկետներից կառավարությունն արդեն իսկ իրականացնում է ենթակառուցվածքային աշխատանքներ քաղաքում։ Հիմա մենք աշխատում ենք եւ քննարկում ենք, մշակում ենք կոնկրետ սցենարներ եւ այդ սցենարներով կառաջնորդվենք եւ դա իհարկե կդառնա հրապարակային։ Հիմա ժամկետներ չեմ կարող ասել, խորհրդարանը կձևավորվի, կառավարությունը նոր կձևավորվի եւ դրանից հետո արդեն Աշտարակ Սասունիք ճանապարհին վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը։ Վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա եւ 6 մեծահասակ։ Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները եւ դուրս գրվել։ Կազմակերպվել է 3 երեխաների տեղափոխումը Երևան լրացուցիչ հետազոտման։ Բժիշկների գնահատմամբ կյանքին սպառնացող վտանգ առկա չէ, հայտնել են առողջապահության նախարարությունից։ Ավտոբուսը երեխաներին ճամբարից ստանում էր Կարին գյուղ էքսկուրսիայի։ Ժամեր առաջ Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը։ Սևանի ժամանակ ջրասուզակը այսօր ժամը 9:30-ի սահմաններում ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել է 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Որոնողական աշխատանքները շարունակվում են նրա 13-ամյա քրոջ մարմինը գտնելու նպատակով։ Վանաձորում բնակվող քույրերին որոնում են հունիսի 15-ից։ Մինչ օրս ստացված տեղեկությունների համաձայն նրանք հասարակական կազմակերպություն գնալիս են եղել։ Փորձել են ճանապարհը կրճատել ու անցել են գետի խողովակի վրայով։ Ականատեսների խոսքով մի քույրն ընկել է ու սկսել խեղդվել, մյուսը փորձել է օգնել ու ինքն էլ է հայտնվել գետում։ Մի քանիսն էլ լսել են, որ գետի մոտից մեկը գոռում է. «Մամա ջան, օգնեք»։ Տեղում աշխատող փրկարարները նշել են, որ գետը սովորականից ավելի վարար է։ Որոնողական աշխատանքներն անգամ բարդացել են դրա պատճառով։ Երկու օր տևած որոնումների ընթացքում լոռի են ժամանել տարբեր մարզային վարչությունների փրկարարներ, ջրասուզակներ, բազմաթիվ կամավորներ ու տեխնիկա։ Խաղային ոլորտը Այսուհետ սոցիալապես անապահով քաղաքացիներին կարգելվի օգտվել օնլայն խաղատներից։ Ազգային ժողովը այսօր երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է падգամավոր Հայկ Սարգսյանի օրինագիծը, ըստ որի սոցիալապես անապահով, մասնավորապես նպաստներ ստացող, կենսաթոշակառու եւ սնանկության գործընթացի մասնակիցներին արգելվում է օգտվել օնլայն խաղատներից։ Օրենքը վերաբերում է նաեւ բարձր պարտքային բեռ ունեցող քաղաքացիներին։ Նախագծով առաջարկվում է ներդնել երաստիճան պաշտպանության համակարգ, արգելափակելով չլիցենզավորված կայքերը, սահմանափակելով դրանց ֆինանսական գործառույթները եւ խստացնելով գովազդի նկատմամբ վերահսկողությունը։
Ադրբեջանական վարչակարգը շարունակում է վերացնել Արցախի պատմական հուշահամալիրները։ Այս անգամ ոչնչացվել է Ասկերանի Աստղաշեն գյուղի Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Ահազանգել են պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից։ Հուշարձանը կանգնեցվել է 2012 թվականին։ Ոչնչացվել է նաև հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Այն կանգնեցվել է 1970-ական թվականներին։ Այսօրվանից Կիևյան կամուրջը փակ է լինելու հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Աշխատանքները կշարունակվեն մինչև օգոստոսի 29-ը։ Երթևեկության կարգավորման նպատակով որոշ ավտոբուսներ կփոխեն իրենց հիմնական երթուղին։ Ռուսաստանի Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել է Բելարուսի Գոմել քաղաքի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա, որը մեկնում էր Գելենջիկ հանգստի, հայտնել է մարզպետի պաշտոնակատարը։ Հարվածի հետևանքով զոհվել է թիմին ուղեկցող կինը։ Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալով հիվանդանոց է տեղափոխվել 7 տուժած, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Իսրայելը ԱՄՆ-ից պարզաբանումներ է խնդրել Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի դրույթների վերաբերյալ, սակայն մերժվել է, հայտնել է Channel 12-ը հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Աղբյուրների փոխանցմամբ Իսրայելը մինչև այժմ չի տիրապետում Շվեյցարիայում ստորագրվելիք համաձայնագրի բոլոր մանրամասներին, այդ թվում Իրանի միջուկային ծրագրին և բարձր հարստացված ուրանի պաշարների վերացման հարցի լուծմանը։ Ավելին, Թել Ավիվը դեմ է իր զորքերի դուրսբերմանը Լիբանանից, թեև դա նախատեսված է հուշագրով։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Ցախալը կմնա Լիբանանի անվտանգության գոտում։ Նա նշել է, որ եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, իրենք կհարձակվեն նրանց վրա իրենց ամբողջ ուժով։ ԱՄՆ-ի և Իրանի միջև շրջանակային համաձայնագիրը նախատեսում է $300 միլիարդ արժողությամբ մասնավոր ներդրումային հիմնադրամի ստեղծում, հայտնել է Reuters-ը։ Այդ գումարի ավելի քան կեսը արդեն իսկ ապահովված է ներդրողների հստակ պարտավորություններով։ Հիմնադրամը պետք է տնտեսական խթան դառնա կողմերի միջև վերջնական գործարքի ստորագրման համար։ Ֆինանսական նոր մեխանիզմը չի ենթադրում պետական բյուջեի կամ դրամաշնորհների օգտագործում։ Բոլոր միջոցները կհատկացվեն բացառապես մասնավորից, որպես ներդրողներ լինելու են ընկերություններ ԱՄՆ-ից, Պարսից ծոցի երկրներից, Ասիայից, Հարավային Ամերիկայից և Աֆրիկայից։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը նշել է, որ ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագիրը դեռևս լիովին ձևավորված չէ, բայց այն, ինչին արդեն հաջողվել է հասնել, չափազանց կարևոր քայլ է։ Լիբանանից նահանջ չի լինի ոչ ուրբաթ և ոչ էլ ուրբաթից հետո։ Մենք պահպանում ենք Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների լիարժեք ազատությունը Լիբանանում, ասել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը։ Մենք կմնանք հարավային Լիբանանում, կխորացնենք մեր ներկայությունը այնտեղ։ Քանի դեռ Հեզբոլլահը զինաթափված չէ, մենք այնտեղ կմնանք երկարաժամկետ հիմունքներով, այնքան տարի, որքան անհրաժեշտ կլինի, նշել է Սմոտրիչը։ Իսրայելական օդուժը շարունակում է ռմբակոծել Լիբանանի հարավային բնակավայրերը, չնայած ուրբաթ օրը սպասվող ԱՄՆ-Իրան համաձայնագրի պաշտոնական ստորագրմանը։ Կյուրոսում և Նաբաթիե շրջաններում իրականացված հարձակումների հետևանքով կան վիրավորներ, ինչին ի պատասխան Հեզբոլլահը հրթիռակոծել է իսրայելական դիրքերը։ Թեհրանն այս գործողություններն արդեն որակել է հրադադարի խախտում և կասկածի տակ դրել խաղաղության շրջանակային համաձայնագրի հուսալիությունը։ Միջազգային համաներում իրավապաշտպան կազմակերպությունը իսրայելական բանակի հրահանգած բռնի տեղահանումները պաշտոնապես անվանել է ռազմական հանցագործություն։ Իսրայելը Լիբանանի տարածքի մոտ 6%-ը հայտարարել է արգելված գոտի, փաստացի զրկելով տասնյակ հազարավոր քաղաքացիների սեփական տներ վերադառնալու հնարավորությունից։ Մարտ ամսից ի վեր ընթացող լայնածավալ հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 3800 մարդ, իսկ տեղանվածների թիվն անցնում է 1 միլիոնը։ Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում բարերն ու ռեստորանները զանգվածաբար անջատել են հեռուստացույցները և հրաժարվել են ցուցադրել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը։ Պատճառը FIFA-ի ու հեռուստաընկերությունների սահմանած կոշտ պայմաններն են։ Խաղերը հեռարձակելու թույլտվությունն արժե $270-ից մինչև $1500, կախված սրահի մեծությունից։ Ընդ որում արգելված է անգամ հանրային անվճար ալիքներով հեռարձակվող խաղերի ցուցադրությունը բիզնես տարածքներում։ Սեփականատերերը նշել են, որ նման գներով իրենք ստիպված կլինեն աշխատել բացառապես FIFA-ի հագահությանը բավարարելու համար, իսկ կանոնները խախտողներին սպառնում են խոշոր տուգանքներ կամ հաստատության փակում մինչև 3 ամսով։